Արուս Տիգրանյանը ավտովթարի է ենթարկվել։ Այդ մասին լրագրողը հայտնել է Instagram-յան իր էջի սթորի բաժնում։ Արուսը տեղադրել է լուսանկարներ ավտովթարի վայրից ու գրել հետևյալը. «Ինձ ոչինչ չի եղել, բայց սենց ուժեղ երբեք չէի վախեցել։ Էս մեծ մեքենան քաշեց մեքենայիս վրա, իմ կողմից։ Մի քանի հատ պտտեց ու լրիվ վարի գնաց ավտոս։ Ունենց ուրախ եմ, որ մենակ էի, հատկապես Արփին հետս չէր։ Ինձ փրկեց ամրագոտիս։ Էդ անտերն անպայման ու ամեն օր գցեք», իր խոսքում նշել էր Արուս Տիգրանյանը, իսկ մենք առաջարկում ենք դիտել այն կադրերը, որոնք նա հրապարակել է իր սոցիալական էջերում։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Արուս Տիգրանյանը նոր էր վերադարձել ընտանեկան հանգստից։ Նա նախ իր մայրիկի հետ մեկնել էր Իսպանիա, իսկ հետո արդեն Վենեցիայում հանդիպել ամուսնուն, ով անակնկալ էր մատուցել կնոջը։ Առաջարկում ենք դիտել նաև այն տեսանյութերը, որոնք նա հրապարակել էր ճամփորդությունից։ Կարագ անենք մեյքափ ու անբոքսինգ։ Կիկոյց լիքը բաներ եմ առել։ Արևապաշտպան ամենակարևորը։ Աշխարհի ամենալավ տուշն է, ես առնում եմ շագանակագույնը MAC։ Սենց բարդովի տուշ եմ առել, BB կրեմ։ Դեպ ովքեր չգիտեն, մենք հիմա Վենեցիայում ենք ու ես պաշտում եմ այս Վենետիկի առավոտները, երբ որ բոլոր վաճառականները սենց աղմուկով, այս նեղ փողոցներով իրանց առևտուրը տանում են ստեղից ընդեղ, ռեստորանները բացվում են ու այդ ամեն ինչի մեջ չկա մի հատ մեքենայի ձայն, որտեղ մեքենա չկա։ Հիմա Կիկոյի այն գնումը, որը ամենաշատն եմ հավանել, այսենց highlighter, որը ուղղակի վերջն էր։ Նույնիսկ երևի մի քիչ շատ արեցի։ Կի բոմբաստիկություն։ Այս Huda Beauty հայտնի պուդրան առա, բայց առա փոքր չափսը, որովհետև գիտեք ինչ, ամեն ինչ իր սահմաններն ունի, ինչքան կարելի է կոսմետիկա առնել, ես ուղղակի ինքս իմ վրա չեմ կարողանում։ Կիկոյից նաև առել եմ այսենց ռումյանա, միլիոն երրորդ ռումյանան է, բայց գույնը շատ լավն է։ Մի օր կվաճառեմ իմ կոսմետիկան ու կառնեմ տուն։ Ձեզ ցույց տամ այն տեսարանը, որի ֆոնին հիմա ես մեյքափ եմ անում։ Քրեմ Վենետիկի մեր պատուանի տեսարանը։ Կինա։ Այս գնման համար մի գրամ չեմ փոշմանում։ Սա Huda Beauty-ի ծեների պալետն է։ Մի հատ խնդրում եմ։ Պալետի վրա աչք էի դրել, դեռ Սոնա Ռուբենյան ինձ ցույց էր տվել, ես տենց շատ հավանում էի միշտ իր աչքերը, որտեղ սենց սիրուն է փայլում էլի։ Հիմա նույնը կանեմ ես, տեսեք, այսինքն մատովեց։ Սոնայից հարցրեցի ինչ ա կսում, եւ ինքը ասեց սա, ու ես միշտ չէի հարմարացնում հենց Huda Beauty-ի պրոդուկտներով խանութ մտնել։ Վերջն է ուղղակի, մերսի Սոնային։ Քսեցի հետո հասկացա, որ այս գույնը իմ բարդովի տուշին չի սազի, բայց այդտեղ կա նայեք այսինքն սիրուն վարդագույն։ Հարցարկում ենք այս բարդովի տուշը։ Գույնը լավն է, բայց որպես տուշ ինքը տենց շատ
վերև չհանեց թարթիչներս, հենց նոր տեսա Էվիկի ամուսնության առաջարկության ֆոտոները, վիդեոն ու հուսվեցի, հենց ուրախացա Էվիկի համար։ Ես էլ մեր առաջարկությունը հիշեցի, ովքեր չգիտեն, Հարութը ինձ հենց Վենեցիայում ամուսնության առաջարկություն արել, ուղղակի ես այն ժամանակ տենց չէի բաց ոնց որ խոսում, որ հարաբերությունների մեջ եմ, եւ այդ մեր վիդեոն ոչ միտեղ չեմ հրապարակել, բայց ոչինչ, մի օր կհրապարակեմ, պետք է գտնեմ կոմպիս մեջ է, նաեւ առա այս գլոսից, որ աշխարհի ամենալավ գլոսն է, իհարկե մամայական գույն եմ առել, բայց մի հատ փորձեմ Այսել էի մամային առել, ոնց հասկացաք մենք գույներ սիրում ենք, սենց մատիտա մանուշակա գույն ու փայլուն, թանոր իմ գնումները վերջն էին, մենք գնում ենք վայելելու Վենետիկում մեր վերջին օրը բաճիկներ։ Մեր թռիչքը բացի նրանից, որ կեսօր ուշացել էր, հիմա էլի ուշացավ եւ մենք որոշեցինք գանք Մալե, Մալդիվների մայրաքաղաք Եվ ինձ մոտ սենց թեթև մշակութային շոկ է, ես երբեք չի եղել ասիական երկրում, հենց տենց քաղաքում ու դες օրերին հյուրանոցում էինք, ոյ այնքան տարբեր է իմ տեսած բոլոր մյուս երկրներից, ես հիմնականում տենց Եվրոպան եմ ճամփորդել ու սենց շատ տարբեր է, ինչ-որ ամեն ինչ անհասկանալի ու տարբերվող Ես բար չեմ գտնում, դու գտնում ես, եթե գտնում ես ասում։ Ոնց է չես ուզում ասել։ Կեն, փորձում պոլիտ կորեկտ գտնել։ Չէ, բայց մեկան հենց չի վատ է, զուտ հենց շատ աղքատությունը զգացում է։ Story եմ անում iPad-ով, մի հատ գրեք, որակը շատ վատնա թե չէ, իսկ մենք արդեն անում ենք մեր հրաժեշտի լանչը Մալդիվներում և վերադառնանք Հայաստան։ Այսինքն սիրուն։ Դե լավ էլի։ Տեսնում եմ տրամադրություն չունեմ, որ գնում ենք։ Գրեք վատնա բանը որակը։ Մազերս էլի խոճուճացել, վերջին անգամ։ Սիրելի follower-ներ, այսօր մեր վերջին օրն է Մալդիվներում ու ես ընդհանրապես պատրաստ չեմ վերադառնալու այս քանի օր իմ այս ժամը, չգիտեմ, մինչև լանչից հետո այս ամբողջ ցերեկային ժամերս անցնում են այսենց մի հատ նոր գիրք եմ ստեղ սկսել, շատ լավն, ասած թեթև, իդեալական Մալդիվներում կարդալու գիրք, սուրճս, ու ստեղ սենց բաներ եմ, զամետկաներ եմ անում, սկզբից սրա մեջ գրեցի, հետո հասկացա, որ ես ինչ եմ անելու, պետք է տեղափոխեմ ստեղ, բայց տեսարանը, այդ ամեն ինչը ստեղ այսքան սենց մի քիչ գիրքս կարդում եմ, հետո գնում եմ ծով, հետո մտնում եմ բասեին, հետո էլի պարկում եմ, հետո էլի ծով Ես ուզում եմ միշտ սենց ապրեմ, կարելի է, շնորհակալություն։